Քաղաքացիական պայմանագրի հնաբնակներից ու Նիկոլ Փաշինյանի զինակիցներից Հայկ Սարգսյանին մերժել են սեփական թիմում, ՔՊ վարչությունը չի հաստատել նրա թեկնածությունը, որոշել են 2026-ի նախընտրական ցուցակում падգամավորի անունը չի լինի։ Կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրից տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Իշխող թիմում սկսել են թեկնածուների այսպես ասած քասթինգը, վարչությունը քննում է ինքնառաջադրված թեկնածուներին ու որոշում հաստատել կամ մերժել նրանց թեկնածությունը։ Հայկ Սարգսյանին էլ են քննել ու մեծամասնությունը դեմ է քվեարկել, ընդ որում մերժման մասին էլ ուղիղ չեն ասել, անդամներից մեկի միջոցով են փոխանցել, որ նրա թեկնածությունը չեն հաստատել։ Ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում, եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները։ 33-ամյա Սարգսյանը թիմի այս որոշման հետ չի հաշտվելու, պայքարելու է իր ընկեր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության ցուցակում իր տեղի համար, ասում է դեռ 2006-ից է Փաշինյանի պայքարին միացել, իսկ քաղաքացիական պայմանագրին հիմնադրման օրվանից։ Ես բողոքարկել եմ վարչության որոշումը, ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես հիմնադիր կուսակցական եւ ունենալ ներկայանալու հնարավորություն։ Ինչու են վարչապետ Փաշինյանի թիմում կուսակցության հնաբնակին մերժել։ Ինձ որևէ հիմնավորում չի ներկայացվել։ Սարգսյանը համոզված է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու իր նախագծի պատճառով։ Ես իմ գործունեությամբ ճակերտներումս ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անունը տալ։ Ամենախնդրավորս օրենքի նախագիծը նաև որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, կայանում է հետևյալում։ Ես օրենքի նախագիծ եմ հեղինակել եւ սկզբնական շրջանում դրան դեմ է եղել ֆինանսների նախարարությունը, պետական եկամուտների կոմիտեն, խոսքը վերաբերվում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու։ Հայկ Սարգսյանը կարծում է, որ օնլայն կազինոների սեփականատերերը իշխող կուսակցության վարչության միջոցով իր դեմ են դուրս եկել, քանի որ իր հեղինակած օրենքը նրանց գրպանին է հարվածել։ Հունվարից ստիպված են լինելու մոտ 71 միլիոն դոլար հարկ վճարել։ Հիմա այդ գումարները, որոնք մուտքագրվել են պետական բյուջե, նախկինում դրանք գնացել են այդ մարդկանց գրպանները, ովքեր որ այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են եւ միլիարդատերեր են։ Այդ գումարներից այո, իհարկե ունեն։ ՔՊ-ից ովքեր են նրանց շահերը առաջ տանում, Սարգսյանը անուններ չի նշում։ Ըստ մամուլի այս նախագծի պատճառով հատկապես Հայկ Սարգսյանի հարաբերությունները սրվել էր ազգային ժողովի նախագահի հետ։ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հերքել էր, թե բուկմեյքերական ընկերությունների շահերն է առաջ մղում։ ՔՊ-ականների լարվածությունն ընդհուպ կուսակցությունում քննարկման առարկա դարձավ եւ նկատողություն ստացավ միայն Սարգսյանը։ Միակ պատգամավորն եմ եղել, ով այս հարցերը բարձրացրել է եւ պայքարելով հասել եմ արդյունքին իշահ մեր պետության, վտանգելով նաեւ իմ սեփական կյանքը։ Քաղաքացիական պայմանագրի հնաբնակ Սարգսյանին վարչության մեծամասնությունը դեմ է քվեարկել, 3 հոգի է կողմ եղել։ Սարգսյանից բացի մերժել են նաև նորաթուխ падգամավոր Ջուլիետա Ազարյանին։ Այս փուլում երևի ավելի շատ գործադիրում կամ տիմում եմ պատկերացնում հետագա աշխատանքները։ Հայկ Ցիրունյանին, Կարեն Սարուխանյանին։ 2 օր է Կարեն Սարուխանյանը խուսափում է լրագրողների հարցերից ու չի ասում իրեն ինչու են մերժել։ Այս ԿՊԱ-կանի անունը ամիսներ առաջ Թմրանյութի սկանդալի հետ կապվեց։ Անգամ կուսակցությունում նրա հարցը քննարկեցին։ Ինքն էլ Թմրանյութի թեստ հանձնեց։ Չափորոշիչներ այս պահին սահմանված չեն։ Ինչ սկզբունքով է Փաշինյանի թիմը ձևավորում 2026-ի ընտրական ցուցակը։ Թեկնածուներին ինչ չափորոշիչներով են հաստատում։ Իր իրավունքների համար պայքարող Հայկ Սարգսյանն էլ չի հասկացել։ Հենց նաև խնդիրներից մեկը դա է, որ բազմաթիվ հարցեր դեռևս որոշված չեն։ Հենց առաջին հարցը չափորոշիչների հարցն է, թե ինչ չափորոշիչով պետք է կուսակցականը հավակնի, այսինքն որ չափորոշիչներն են, որ ինքը պետք է բավարարի, որպեսզի հնարավորություն ունենա առաջադրվելու, դա սահմանված չէ։ 2026-ին իշխանական ցուցակում հայտնվելու համար 380 թեկնածու է առաջադրվել։ Մի մասին արդեն քննել են։ Վարչության վերջին նիստից հրապարակված կադրերում նախարարներն էին։ Արդյոք նրանց էլ են քննել ու նոր մերժվածներ կան։ Դեռ հայտնի չէ։ Քաղաքացիական պայմանագիրը այս մասին տեղեկություններ չի հրապարակում։ Լրատվամիջոցներն են սեփական աղբյուրներով իշխանական կուսակցությունում կատարվող իրադարձությունների մասին պատմում։ Կուսակցական ցուցակից դուրս մնացածներից վարչության որոշման դեմ առայժմ դուրս է եկել միայն Հայկ Սարգսյանը։